Մարտի 16-ը 1921 թվականին Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության պայմանագրի օրն է։ Ըստ էության առ այսօր փաստացիորեն քեմալա-բոլշևիկյան այդ պայմանագրով է որոշվում Հարավային Կովկասի պետությունների կարգավիճակն ու սահմանները։ Հենց այդ փաստաթուղթն էր, որ Հայաստանի տարածքի մի զգալի մասը զիջեց Թուրքիային, իսկ մի մասն էլ Ադրբեջանին։ Նախիջևանի հատվածը որպես պրոտեկտորատ խնամակալության դրվեց Ադրբեջանի ներքո։ 1921 թվականի այս օրերին մեր պատմության ամենաողբերգական ու արյունոտ էջերը գրվեցին։ Այդ պակտի կնքումով բոլշևիկյան Ռուսաստանը ընդլայնեց մեծաքանակ զենք զինամթերքի մատակարարումը քեմալականներին, որով էլ հնարավոր դարձավ թուրքերի կողմից հայերին և հույներին պարտության մատնումը, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դուրս մղումը տարածաշրջանից, տարածաշրջանի բաժանումն ու բռնակցումը Թուրքիային Ռուսաստանին։ Եղերական այս պակտից ուղիղ 100 տարի հետո կողմերը վերահաստատեցին բարեկամության ու եղբայրության հավատարմության ուխտը, դարձյալ զոհասեղանին դնելով Հայաստան պետության գոյությունը։ Իսկ Թուրքիայի խորհրդարանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը առաջին անգամ բացահայտեց, որ 1921 թվականին Ռուսաստանը Թուրքիային օժանդակել է մոտ 80 միլիոն թուրքական լիրա ոսկով Անտանտի դեմ կռվելու և Հայաստանը ոչնչացնելու համար։ 104 տարի անց Պուտին-Էրդողան զույգի ոճրագործ պրոյեկտում Հայաստանի տարածքը նոր Թուրանի կազմում տեղաբնիկների ռեզերվացիոն միավորի կամ թուրքական փոքրիկ վիլայեթի վերածելու տեսլականն է, որը իր գործարկման ակտիվ կետին հասավ 2020 թվականին։ Մեզանից 100 տարի անց պատմական աղբյուրները միգուցե բացահայտեն, թե թուրքական քանի լիրա ոսկով բռնազավթվեց Արցախն ու զոհասեղանին դրվեց հայ ժողովրդի 5000 մատղաշ որդիքը։ Իսկ հիմա ռուս-թուրքական գիշատչային զավթողական քաղաքականությունն ուղղակի իր բարձրակետին է հասել որոշակի նրբություններով։ Ռուս-ուկրաինական ճակատում ջլատված և թուլացված ռուսական կողմը մեր տարածաշրջանի դոմինանտ քարտերը զիջել է թուրքական կողմին։ Ըստ այդմ, Թուրքիան ուղղակիորեն փորձում է միանձնյա ղեկավարել Հայաստանի դե-ֆակտո կառավարիչներին, աջակից ունենալով եղբայրական երկիր Ադրբեջանը։ Թուրք-ադրբեջանական տանդեմից եկող հրահանգները ենթակա են պարտադիր կատարման Հայաստանի այսպես կոչված կառավարիչների կողմից։ Այդ թվում Հայաստան երկրի տարածքների մաս-մաս տրոհումն ու հանձնումը, երկրի անվտանգության դարպասների բացումը թշնամու առաջ, հայկական հարցի պահանջատիրության, երկրի խորհրդանիշների ուրացումը, թշնամական ցուցակով մարդկանց հանձնումն ու երկրի մայրօրենքի փոփոխությունը։ Ինչ խոսք, թուրքական դիվանագիտությունը փայլուն կերպով է գործում։ Մեր պետության լուծարումն ու երկրի կազմալուծումը տեղի է ունենում ֆորմալ առումով ներսից։ Փաշինյանի դավաճան վարչախմբի ձեռամբ իրագործվում է Հայաստանը Թուրանով լցնելու 100-ամյա ծրագիրը, որի գինը թուրքական վիլայեթի կառավարչի աթոռն է։ Անպատիվ, անամոթ ու թշվառ իրողությունը սրբագրելու մեկ ճանապարհ կա, որը նաև հայ ժողովրդի ու պետականության պահպանության, փրկության միակ ճանապարհն է։ Դա համընդհանուր կոնսոլիդացիան է, հանուն գերակաշահի։ Անկախ բոլոր տարաձայնություններից, քաղաքական ու աշխարհաքաղաքական ընկալումներից, նախկինում եղած տարաձայնություններից ու նեղ անձնային շահերից պետք է միավորվել։ Երկրում հակաթուրանական ճակատ կամ համախմբում պետք է ձևավորել և անհապաղ ձեռնամուխ լինել թուրքական շահի չեզոքացմանը։ Կամ նոր Թուրանի ներսում վերածվում ենք ռեզերվացիայի, կամ մեր մեջ ուժ ենք գտնում ավարտելու հակաթուրանական ճակատի ծնունդը, որն էլ պետք է ստանձնի երկիրը վերաազատագրելու առաքելությունը։